Ես չեմ ընդունում այս օրը, մեր համար օր չկա, մեր համար ամեն օրն էլ սգո օր է, մենք ամեն օր էլ էստեղ ենք, ծնողներս ամեն օր էլ եռաբնում, մեզ պետք չի, որ կոնկրետ ինչ-որ օր լինի, որ մենք հիշենք մեր տղաներին գանք էստեղ։ Հունվարի 27-ը տարբեր ժամանակներում հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելուց հետո իշխանական վերնախավն այսօր վաղ առավոտյան Եռաբլուր զինվորական պանթեոնում էր։ Նախքան պաշտոնյաների ժամանելը զոհվածների հարազատներից ոմանք ամեն օրվա պես արդեն իրենց հարազատների շիրիմների մոտ էին։ Պարզապես այսօր առավոտ կանուխ էին հասել պանթեոն, որ թույլ չտան վարչապետ Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ Եկել էի, որ խոչընդոտեի, այսինքն խոչընդոտեի, որ կոնկրետ իմ տղայի շիրիմին մոտիկ չգա։ Վրդովված էին նաև օրվա ընտրությունից, ինչու ՔՊԱ-ականները կանգ առան հունվարի 27-ի վրա։ 44-օրյա պատերազմում զոհված Հարություն Հարությունյանի հայրը իշխանականների բացատրությունները ոչ մի կերպ չի հասկանում։ Կոնկրետ օրը կարային այդ օրը իրանք նշանակեին, այո, սեպտեմբերի 27-ը, խայտառակ օրը։ Այդ օրը կարային նշանակեն, ոչ թե ինչ-որ, էսի բերել են բանակի օրվա կապակցությամբ մցրել են կոպիտ ասած բանակի օրվա քթի տակ որպես ինչ։ Սգո օր, հետո բանակի օր, այսինքն այսօր իրանք կհիշատակեն որպես սգո օր, բանակի օրը չեն հիշատակի, հա, որ դա մեր պարծանքներ, հա, բանակը։ Օրվա ընտրությունը ոչինչ չասող եւ անընդունելի է համարում նաեւ 2020 թվականի արյունալի պատերազմում զոհված 20-ամյա ժամկետային զինծառայող Արման Ազատյանի հայրը։ Դեմ եմ։ Սեպտեմբերի 27 գոյություն ունի մեր համար։ Ինչ սեպտեմբերի 27-ը ոչ մի բան չի ընդունում պետական մակարդակով։ Ինչի թողում ադրբեջանցին։ Մեկ շաբաթ էլ չկա, որ հունվարի 27-ը սահմանվել է որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ուղերձում արդեն պնդեց. քաղաքացիները սկսել են այս օրն անվանել երկնային բանակի օր։ Ժողովրդական այս ձևակերպման մեջ մեծ սեր կա, մեր իրականության մեջ մեր սեր կա հանուն հայրենիքի իրենց կյանքը տված նահատակների նկատմամբ եւ մեծ պատասխանատվություն։ Յուրաքանչյուր ընկած զինվոր մեզնից յուրաքանչյուրի ընտանիքի անդամ է դառնում եւ սա այն ակնհայտ գիտակցության բերումով, որ նա զոհվել է հանուն մեզնից յուրաքանչյուրի։ Տիկին Ռուզանը, որի որդին նույնպես 44-օրյա պատերազմի զոհերից է, ամեն շաբաթ օր պարտադիր այցելում է Եռաբլուր։ Անցած շաբաթ առողջական խնդիրների պատճառով չի կարողացել գալ։ Հետո լսել է հունվարի 27-ի մասին եւ որոշել չսպասել ավանդական օրվան։ Անցած շաբաթ օրը չեկա։ Այսօր մտածեցի, որ շատ ժամանակ ա տևել, բացի դրանից այսօր հայտնեցին, որ բոլոր նահատակների օրն է նշում մեր հայրենիքը, նշում է բոլոր նահատակների օրը։ Պետականորեն այս օրը համարում են բոլոր զոհված նահատակների օրը։ Բանակի գնդերեց էր տիկին Ռուզանի որդին, ասում է պատերազմի օրերին պտտվել է ամբողջ ռազմի դաշտում եւ աղոթել խաղաղության համար, որն այդպես էլ չտեսավ։ Ինձ ասել են, որ Ամարասի մոտ է եղել վերջում պարկած։ Ամարասի եկեղեցու մոտ։ Նա չի սիրել պատերազմը։ Նա անչափ սիրել է խաղաղությունը։ Եվ ասել է, ես հոժարակամ գնացի, որ այնտեղ աղոթեմ խաղաղության համար։ Վարչապետն այսօրվա ուղերձում ընդգծեց, թե մեջբերեմ, մեզ պատահած աղետներից հետո ամեն օր ջանք ենք դրել գտնելու մի շատ կարևոր հարցի պատասխան։ Իսկ ինչ պետք է անել, ինչպես անել, որ մեր նահատակների զոհողությունները ապրեցնող լինեն եւ ոչ թե կոտրող։ Այս հարցին տրվել է հստակ եւ աներկբա պատասխան. մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանը բարձրանա։ Եվ հետեւաբար պետությունը զարգացած, ուժեղ, անվտանգ, բարեկեցիկ ու երջանիկ Հայաստանի Հանրապետությունն է մեր նահատակների հիշատակն ամենածանրակշիռ կերպով հավերժացնող եւ նրանց հետնորդներին ապրեցնող ամենատեսանելի հուշարձանը։ Մեզ հետ զրուցած 44-օրյա պատերազմի զոհերի հարազատները թե տեսախցիկների առաջ, թե առանց տեսախցիկների շեշտում էին։ Իրենց տղաները նաև հանուն Լեռնային Ղարաբաղի են զոհվել։ Տղաները կռվեցին, իրանց կյանքը տվեցին, գիտեին ինչի համար են գնացել, ազգի, հողի, ջրի համար։ Ով վերցրեց հողերը տվեց։ Ով տվեց բաժանեց հողերը թշնամուն։ Ու տղերքի արածը տվեցին ջրին, նույնը 90-ականների տղերքինը։
Վարչապետը Եռաբլուրում մնաց մոտ 15 րոպե, 44-օրյա պատերազմում զոհվածների շիրիմներին չմոտեցավ։ Ծաղիկներ խոնարհեց Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին եւ ծաղկեպսակ Ղարաբաղյան առաջին պատերազմում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին։